Գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանը գրում է. «Լինենք ուժեղ, ավելի հզոր և ուժեղ, մենք երբևէ այսպիսի հզոր բանակ չենք ունեցել»։ Երեկվան նշածս լավ բանը սա էր, բարեկամներ։ Շնորհավոր տոնդ Հայաստան։ 90-ականներից այսպիսի բանակ եմ երազել։ Շքերթը սկսվեց, աչքերս լցվեցին։ Տնետուն ընկած հրացան ու հրացանավոր էինք ման գալիս, մութ ու անլույս օրերին։ Ոչ բանակ ունեինք, ոչ նորմալ պետություն։ Կամավորական ցրիվ եկած ջոկատներ էին գործում և կառավարվում անկախության հրապարակից։ Մենք սկաուտական ջոկատներ էինք ձևավորում սկաուտապետ գեներալ Լևոն Մխիթարյանի ղեկավարությամբ։ Կենտրոնը Ռաֆու անվան դպրոցում էր տեղավորված։ Մի դրվագ եմ ուզում հիշել, որ ներկայի բանից անտեղյակ ու մեծամեծ խոսող մանուկները քաշեն իրենց լեզվի սանձերը։ Ես ընտրվել էի ՀՄԱՄ սկաուտական կազմակերպության Հայաստանում առաջին անգամ տպագրվող Հայկազունգ թերթի խմբագիր, որն այդ օրերին ռազմական թերթի դեր էր տանում։ Մի կիսամութ սենյակ կարողացա գտնել Տիգրան Մեծ գնդի շտաբում։ Տաղանդավոր մտավորականների էի հավաքել, լուռ ու մունջ մեր գործն էինք անում ներսից դուրս։ Տպագրում էի նաև զենքերի տեսակները և նրանց օգտագործման ձևերը և ուղարկում ռազմաճակատ օգտագործման կանոններին ծանոթանալու նպատակով։ Հայ տղաներին ռուսները բանակում ստրոյբատ էին մեծամասամբ ուղարկում, որ կռվել չսովորեն։ Շաբաթ օրերին պատերազմի դաշտից վերադարձած հերթափոխին գնդի հրամանատարության հետ հաջորդ խումբը ռազմաճակատ էինք ուղարկում Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վանահայր, լուսահոգի Տեր Տիրայրն ու ես։ Ինձ հանձնարարված էր մայրական խոսք ասել, իսկ Տեր Տիրայրին օրհնություն։ Ես երբեմն բաժանում էի հրացանները, որ տղերքը մայրական սրտով տուն վերադառնային։ Երբ հաջորդ հրացանը վերցրեցի, կոթը կոտրված էր։ 13-ամյա մի փոքրիկ տղա մոտեցավ, անունը Ճուտո։ Տնից փախել էր հայրենիքի համար կռվելու։ Ահա անցյալի մանուկների և 44-օրյայից փախած ներկա մեծերի հոգեբանության տարբերությունը։ Կոտրված վիճակում հրացանն իրենից բարձր էր։ Նա գնդի հետախույզների հետ էր։ Մինչև օրս աչքիս առաջ են Ճուտոն և կոտրված հրացանը։ Հայրենիքն այդպես պահեցինք։ Անմնացորդ։ Հայրենասիրությունը սահմաններ և տարիք չէր ճանաչում։ Եվ մենք հաղթեցինք, որովհետև մենք մեր հայրենիքի տերն էինք մեզ համարում։ Կես դար է անցել։ Օրհնյալ լինեն առաջին հաղթանակի նահատակներն ու հերոսները։ Օրհնյալ լինեք դուք, հայրենիքի երեկվա և գալիքի ազնվածեղ հայորդիներ, որ պահեցիք և պահելու եք գիտակցված հայրենիքի հավերժության ազգային գաղափարը։ Վարչապետի թեկնածուներին։ Պարոնայք, մինչև վերջ իրար մի նսեմացրեք, որ վաղը չկորցնեք ժողովրդի հարգանքն ու վստահությունը, առանց որի չի լինելու համախմբվածություն և երկրի հզորացում։ Ժողովուրդը բոլորից ճանաչում է, ում էլ չգիտեր, ճանաչեց և զարմացավ։ Ազգ, պետություն, համախմբվածություն, գաղափարաբանությունը վեր է ամեն տիպի պաշտոնից։ Կասեք, ինչու եք իշխանության գալիս, ետ նայեք, որ առաջ գնալու ճիշտ ճանապարհ ընտրեք։ Փահլևանների պայքարը բարի կենդանի ժամանակ է լինում։ Ժամանակը և մենք հատուկ հայերիս համար։ Զարմանալի է, մի աներևույթ ձեռք անվերջ աշխատում է Հայաստանը պառակտելու, նրա հավաքական միտքը հայրենիքի պաշտպանվածությունից մթագնելու, թշնամու ոտքերի առաջ Մելիք Ֆրանգուլյան թե Պետրոս Գետադարձյան սողանքներ գտնելու, հայի ազգային ուժը անզորության մղելու, նրա աստվածաշնորհ մշակույթը թալանելու, պատմության էջերից հայկական հետքը վերացնելու ծրագրավորված գործողությունների վրա, այն փոխանցելով կատարող չարագործությանը որպես ժառանգություն և իրենց հզորանալու միջոց։ Լավ, մենք միթե դա չենք հասկանում, իսկ եթե հասկանում ենք, ինչու շղթաները չենք պոկում, ինչու կրկնում ենք սերունդների ջարդ ու տարածքների հանձնում։ Չենք գիտակցում, թե մի քանի կրկնվող օտարահպատակ հուդաների ձեռադրմամբ, ովքեր հայրենասիրության քողի տակ և հենց իրենց առաջնորդությամբ շարունակում են ազգի վերաձուլման ընթացքը, և լավագույն խնայողությունը հայոց ազգին, արտագաղթի մենաշնորհ պարգևելը դարձնում հային բաժան անելու լոուրենսարաբացիական ջհուդական դաջվածությամբ։
ու մենք հասկանալով հանդերձ էլի կրկնում ենք եւ մնում մշտական մերժված խնդրողի դերում, փոքրանալով, կծկվելով, իրար կարոտելով եւ օտարանալով օտար բարքերով։ Այսպես չի լինում։ Սա նշանակում է ազգը ներսից հոշոտող գիշատիչները կազմակերպված սողոսկել են մեր ազգային մարմնի արյան մեջ եւ մեզ այս 40 գազ հորից միայն ձենով օհանից ձայնն է պակասում, օրենքի երկրի կանչը։ Հետգրություն։ Պատկերացնում եք 19 վարչապետի թեկնածու ունենք, այս ճակատագրական դարաշրջանում ում է վստահվելու հայոց վաղվա օրը, ով է լինելու դարավոր սխալը շտկող անանձնական ազգայնականը, քաջը, ժողովրդասերը, ազնիվը, իմաստունը, ժողովրդի ոգի եւ արյուն տվողը։ Ով է լինելու այդ վսեմ առաջնորդը։ Արդար եղեք սեփական ժողովրդի հետ, մի խաբեք, հատուցումը սերնդե է։ Երբ կյանքը բեմ է, իսկ մարդիկ դերասան, դու քեզ փախցնում ես այդ միջավայրից, որպեսզի ներսումդ պահած մի կաթիլ արդարությունը ոտքի տակ չընկնի։ Երբ դու գիտես, որ ժողովրդի ու հայրենիքի անունից խոսողը նույն ժողովրդին պիտակավորում են նսեմացուցիչ բառերով, իսկ հայրենիքը նրա համար միայն իր գանձարանն է, մտածում ես, թե որքան իրար նման են սեփական հողամասում ընտանիքի համար կարտոֆիլ ու բանջարեղեն աճեցնելու փոխարեն կանեպ աճեցնող թմրամոլները։ Երկուսի համար էլ հայրենիք չկա, լոկ անձնական շահ է։ Երբ մեկ դարից ավել շրջափակման մեջ գտնվող երկիրդ, ով անցել է ժամանակների ցեղասպանությունների միջով եւ ամեն ապրիլի 24-ի հայոց բուն ցեղասպանության օրը միլիոններով ծիծեռնակաբերդ է բարձրանում բաժան, թիմ, մեկը մյուսին ատելով, պաշտոնակռիվ է, ապա ինչպես, մտածում ես որն է այս մարդկանց նպատակը։ Ուր է մեկ ազգ, մեկ ծրագիրը։ Երբ ամեն առավոտ 3 միլիոն վարչապետ է արթնանում, չհաշված արևմտյան Հայաստանի վարչապետերը։ Երբ իշխանության է գալիս ինքնամեծար հարստությունը, ոչ թե հայրենիք պահող զինվորը, ուսուցիչը, գիտնականը, մարգարեն, դե ուրեմն հայամետ եղբայրներ ու քույրեր, էքստրասենսների քամիներին մի հավատացեք, ինքնախաբեությունը զավակ չի ծնում։ Մի բուռ հայեր այսօր եւ միշտ շարունակելու են փնտրել իրենց իրական հայրենիքի իրական առաջնորդներին։ Արդար եղեք սեփական հողի եւ ժողովրդի հետ, ու էլ չասեք, մհերը քարայրից դուրս է ելել։ Մհերը մեր մեջ է, իսկ մենք